Կիրակի օրը ապրիլի 13-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սատկի նախատոներից ամենակարևորներից մեկը՝ Ծաղկազարդը։ Տոնի մասին մանրամասը նախաքალაქի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանի հարցազրույցում։ Այս Կիրակի հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառմուտքը Երուսաղեմ, որը որ մեր եկեղեցին կոչել է Ծաղկազարդ։ Գիտեք, որ այդ օրը նաև հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է մանուկների օրհնության կարգ։ Իմ խնդրանքն է մեր հավատավոր ժողովրդին, որ իրենց երեխաներին, զավակներին բերեն եկեղեցի այդ օրը, որ եւս մեկ անգամ Աստծո օրհնությունը ստանան։ Եվ այդ օրը պատարագը սկսելու ենք նախ ժամը 11-ին եւ երեկոյան լինելու է դռնբացեքի արարողություն։ Գիտենք, որ հիմա խորանի վարագույրները փակված են, բայց Ծաղկազարդին մատուցվում է բաց պատարագ, նաև ժողովուրդը կարող են գալ եւ հաղորդություն ստանալ, որովհետեւ բումբարեկենթանից փակված է եւ հաղորդություն չեն ստացել մեր հավատավոր ժողովուրդը, լավագույն առիթ է, որ օգտագործեն եւ կան հաղորդվեն Տիրոջ մարմնին եւ արյանը։ Թող կան միասին բոլորով նշենք մեր Տիրոջ հրաշափառմուտքը Երուսաղեմ եւ երեկոյան ժամը 5:30 կատարել ենք դռնբացեքի արարողությունը, որին որ նորից կարող են գալ եւ մասնակցել։